գիտությունը ճանապարհ է բացում պրակտիկայի համար, իսկ պրակտիկան լուսավորում է գիտության ճանապարհը։ Հետևաբար այս երկու երևույթների եւ գործընթացների միասնությունը թե գիտության բնագավառում եւ թե նաեւ պրակտիկայում բերում է իր ցանկալի արդյունքների։ Տեսական գիտելիքների հենքային բազան մեծ հնարավորություններ են ընձեռում դատավորի աշխատանքում գտնվել առավել ճկուն եւ կարողանալ են խնդիրները, որոնք որ օրենքի շրջանակներում ծագում են, օրենսդրական կարգավորումների շրջանակներում մեկնաբանման անհրաժեշտություն ունեն, գիտությամբ եւ հենքային գիտելիքների առկայության պայմաններում շատ ավելի այն հնարավորություններ են ընձեռում վերհանելու օրենսդրի կամքը եւ կիրառելու օրենսդրական կարգավորումները այնպիսին, ինչպիսի նպատակ որ հետապնդվել է։ Մեր օրենսդրության թույլ կողմերը պայմանավորված են երկու հանգամանքով։ Առաջինը ունենք շատ լավ օրենքներ, պարզապես դրանք կիրառողների կողմից կարող են երբեմն արդյունավետ կամ լիարժեք չկիրառվել։ Այսինքն մի դեպքում կան լավ օրենքներ, կամքն է մի փոքր բացակայում, եւ ունենք օրենքներ, որոնք իրենց բնույթով թերի են կարգավորվածության առումով, բայց կամքն է առկա։ Վարչական մարմինը կարող է պատրաստ է ցանկացած դրույթը լիարժեք կիրառել բացահայտելով նորմի իրավաբանական բովանդակությունը, բայց այդուհանդերձ նորմը իր ամբողջ տրամաբանությամբ չի կարգավորում այն հարաբերությունները, որոնց լուծման նպատակով այդ նորմերը պիտի կիրառվեն։ Վերջին օրենսդրական կարգավորումների արդյունքում բավականաչափ քաղաքացիական գործերի մասով դատարանների ծանրաբեռնվածությունը քանակական իմաստով նվազել է, բայց շարունակում է լինել բովանդակային ծանրաբեռնվածությունը։ Հետևաբար կարծում եմ այս համատեքստում անհրաժեշտ է կամ ցանկալի կլինի, որ խորքային ուսումնասիրություն կատարվի, այդ թվում գիտական ուսումնասիրության մակարդակում, որոնք են այն սոցիալական հիմքերը, որոնք առաջացնում են այս քանակի ու այս չափի վեճեր։ Ուսանողական միջավայրում արժեքային համակարգերի որոշակի փոփոխություններ կան։ Այսօր ուսանողների համար առաջին զենքը ինքը ինչն է, հեռախոսն է։ Բայց ես հիշում եմ մեր ուսանողական նույնիսկ տարիներին, որ ուսանողների առնվազն մեծ մասի ձեռքին տոպրակներով գրքեր էին, դրանք առավելապես հայտնվում էին գրադարաններում։ Տարբերությունը սերունդների միջև կարծում եմ որպես դասախոս շատ տեսանելի է, որ ներկայումս ուսանողները ի ուրախություն մեզ կարծես թե արձանագրել են իրենց համար ուսումնական գործընթացում գիտելիքի ձեռքբերման կարևորությունը, ոչ թե ուսումնական գործընթացի ավարտին այդ փաստաթուղթ իրեն ձեռքում ունենալու կարևորությունը։ Բացի կրթագիտելիքների փոխանցմանը մի քանի արժեքներ, որոնք որ նաև պահպանողական բնույթ ունեն։ Ընտանիքի գաղափարը, ընկերների գաղափարը, նաև ֆակուլտետի նկատմամբ վերաբերմունքի են արժեվանական ասպեկտները, որ երբեք որևէ ձևով դու չպիտի մոռանալ ցանկացած վերաբերմունքում, ցանկացած գործունեության մեջ մարդու իրավունքները որպես գերակայություն եւ բարձրագույն արժեք դիտարկում։ Ես փոխանցում եմ այն արժեքները, որոնք ես ինքս կիսում եւ կրում եմ. ազնվություն, պատասխանատվություն, բարձր մասնագիտական որակներ եւ նաեւ այս ամեն ինչին զուգահեռ պետք է ունենան մարդկային իրենց որակները եւ իրենց մասնագիտությունը, նաեւ այս մասնագիտության կարեւորության համատեքստում երբևէ իչարս չօգտագործել։ Գիտությամբ զբաղվելու ճանապարհը իրականում շատ քարքարոտ է եւ փշոտ եւ հիմա ավելի հպարտությամբ եմ դրա մասին խոսում, բայց այն ժամանակ որոշակի դժվարությունները ես կարող եմ մի պահ բերել այն մտքին, որ ամեն դեպքում կարող է չշարունակեմ եւ այլն։ Հիմա հպարտորեն կարող եմ ասել ինչպիսի առաքելություն է, ես պատվով շարունակում եմ մինչ օրս։ Գիտական ճանապարհին բարդություններ եղել են, պայմանավորված ավելի շատ ժամանակագրական
հատվածով 2011 թվականին է տեղի ունեցել իմ ատենախոսության պաշտպանությունը եւ կարող ենք արձանագրել, որ շուրջ 15 տարի է անցել եւ այն ժամանակահատվածում, երբ ատենախոսության հետ կապված աշխատանքները իմ կողմից իրականացվում էին, մենք չունեինք այն թվային դաշտը, այն ինտերնետի ընձեռած հնարավորությունները, որոնք որ ներկայումս կան, հետևաբար ատենախոսության աշխատանքների համար գիտական ոլորտում առկա նյութերը հիմնականում թղթային եղանակով էին, տարբեր գրքեր, որոնց որ ուսումնասիրության անհրաժեշտություն կար, իսկ թեմայի շրջանակում լայն չէին գրականությունը, հետևաբար որոշակի դժվարություններ էին առաջացնում, որը որ ներկա պայմաններում շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Չեմ օգտվել, դրա համար կդժվարանամ ասել, թե դա որքանով կարող է նպաստել մեր աշխատանքին, բայց անխուսափելի է կյանքը կարծեք թե աստիճանաբար տանելու է նրան, եթե հիմա ոչ մենք որոնք որ հանդիսանում ենք այսպես տարբեր ուրեմն դարաշրջանների ժամանակաշրջանների սերունդներ, հա, այդ խաչմերուկում գտնվող որոշակի սովետական արժեքներ, այնուհետև այդ յետխորհրդային ժամանակահատվածի, հիմա ավելի նորովի ժամանակահատվածի, գալու է մեր սերունդների, մեր ժառանգների ժամանակահատվածում, եթե այս տեմպերով շարունակվեց, անխուսափելի է լինելու արհեստական բանականության հետ գործ չունենալը։ Ճիշտ օգտագործելու դեպքում մենք ունենանք արդյունավետ մի գործիք, միջոց, օժանդակ, որը որ կարող է հեշտացնել մեր աշխատանքները, մեր աշխատանքներին արագագործություն հաղորդել, բայց դրա սխալ օգտագործման դեպքում մենք կարող ենք ունենալ ծանր հետևանքներ։ Հետևաբար արհեստական բանականության յուրաքանչյուր գործիք, ես կարծում եմ, որ պետք է կառավարվի անձի կողմից։ Ունեցել եմ մենք Սահմանադրական իրավունքի ամբիոնում համահեղինակային մենագրություն ունենք տպագրված, օրենսդիր իշխանության դերը պետական կառավարման մարմինների համակարգում, ունեցել եմ նաև դատական կարգադրիչների արդեն դատական համակարգում աշխատելու ծառայության հիմնադրամի վերտարության մենագրությունը, որտեղ որ նաև ինքս էլ դասավանդում էի եւ բավականին պրակտիկ ազդեցություն ուներ ու դատական կարգադրիչները փորձում են անդադ կարդալ, ընթերցել, փորձել դրանք ուրեմն յուրացնել։ Գիտակրթական գործունեության շրջանակներում ես ունեմ 2 ուսումնամեթոդական ձեռնարկ հեղինակած եւ թվով 7 գիտական հոդվածների հեղինակ։ 2 ուսումնամեթոդական ձեռնարկները դրանք 2005 եւ 2015 թվականի խմբագրություններով սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված աշխատանքներ են։ Իրենք ավելի շատ ուսումնական շրջանակներում կիրառվող նյութ են, քան անմիջապես իրավակիրառ գործունեության։